Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Մենք պետք է լինենք քաղաքական պետական ինքնության ազգ։ Պետություն եկեղեցի հարաբերությունների խնդիրը խորքային է, գալիս է դարերի հեռվից, ավելի ճիշտ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ճանաչելու ժամանակից։ Ովքեր ծանոթ են 5-րդ դարի հայ պատմագրությանը, գիտեն թե դա ինչպես է տեղի ունենում։ Փաստը, որ քրիստոնեության ընդունումից ընդամենը 80-ից 90 տարի հետո Հայաստանը բաժանվել է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, իսկ մոտ 40 տարի անց կորցրել պետականությունը ոչ միայն չափազանց խոսում է, այլև զգաստացնող և հուշում է, թե ինչ անակնկալներ կարող է մատուցել Մայրաթոռը։ Բոլորովին էլ պատահական կամ զգացմունքային պոռթկում չէ, երբ բարձրաստիճան հոգևորականներից մեկը Նիկոլ Փաշինյանին համեմատել է Պապ Թագավորի հետ։ Հարցն ըստ այդմ կաթողիկոսի հրաժարականով և նոր վեհափառի ընտրությամբ չի կարող լուծվել։ Ով էլ որ լուսավոր չի գահ բարձրանա, ընդդիմության և հանրության մի մասի համար ընդունելի չի լինելու։ Չկա երաշխիք, որ այսօր ընտրված վեհափառը հետփաշինյանական իշխանության ընդդիմախոս չի լինելու կամ նրան չեն հարկադրելու, որ նման դերակատարություն ստանձնի։ Ի վերջո, եթե իշխանությունը բացահայտում է որոշ հոգևորականների մեղմ ասած անբարևարությունը, ընդդիմությունն էլ գրոհի է անցել վարչապետի հրավերն ընդունած եպիսկոպոսների դեմ և կարող է ոչ պակաս ցնցող բացահայտումներ անել։ Արդյունքում կստացվի, որ մենք լուսավորչի գահի արժանավոր ժառանգորդ գոնե Հայաստանում չունենք։ Տրամաբանական է թվում, որ կողմերը կաթողիկոսի հրաժարականից հետո հրադադար հաստատեն և հայաստանյան Առաքելյան Սուրբ եկեղեցին մինչև նոր սահմանադրությանը ընդունումը կառավարի կաթողիկոսական տեղապահի կողմից, իսկ այդ ամիսների կամ տարվա ընթացքում գտնվի պետություն-եկեղեցի հարաբերությունների իրավական կարգավորում։ 2007 թվականին ընդունված օրենքն ակնհայտորեն ժամկետանց է և թերի։ Մայրաթոռը հաշվի առնելով նրա ոչ թե առարկայական դե ֆակտո, այլ ֆանտոմային հեղինակությունը, Հայաստանում երևի պետք է ունենա սահմանադրական հստակ կարգավիճակ։ Այն կարող է սահմանվել ինչպես սահմանադրության առանձին բաժնով, այնպես էլ պետություն-եկեղեցի կոնկորդով։ Միայն Մայրաթոռ Հայաստանի պետություն հարաբերությունների իրավական համապարփակ կարգավորումից հետո կարելի է նոր վեհափառ ընտրել, բայց մինչ այդ եկեղեցին պետք է վերանայի կաթողիկոսի ընտրության կարգը, բացառելով աշխարհիկ անձանց մասնակցությունը։ Լուսավորչի գահի ժառանգորդը պետք է ընտրվի հայ եպիսկոպոսաց ժողովում։ Ցանկալի կլիներ, եթե դա տեղի ունենար բաց քվեարկությամբ։